Չէ, հստակորդ չեմ կարող նշել։ Ընդհանրապես հուշեմ հետևյալը, որ վկայակոչված օրենքի 112 հոդվածի երկրորդ մասին համաձայն դուք պարտավոր եք ոչ պակաս քան տարեկան 2 անգամ ստուգել գնդի ստորաբաժանումներում և պահեստում ինժեներական սպառազինության արկայության վիճակը անցկացնել դրանց ամենամեծ դրույթակետում։ Մեզ հնչում դուք ասեք, քանի որ 2023 թվականի հունվարի 19-ին ըստ էության նոր տարին նոր մեկնարկել 2023 թվականի մասին չխոսենք, հիմա միակ խնդրեմ ասեք, դուք դրա նախորդող ժամանակահատվածում 2 անգամ 2022 թվականի պարտավոր եք 2 անգամ ստուգել, դուք երբ եք ստուգել դրանց անգամ։ Ժամկետներ չեմ կարող, օրեր չեմ կարող նշել, երբ եմ ստուգել, բայց եղել են հենց ինժեներական սպառազինության միջոցների ստուգումը, եղել է։ Այո, գնացել ենք, նայել ենք, ստուգել ենք։ Չեմ կարող, մեկ տարվա մեկ եղել է մոտավորապես օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր այդ ամիսներին մեկ էլ տարվա սկզբին եղել է։ Բացի դրանից էլի նորից այո, իմ սպառազինությունը, մեր ինժեներական ապահովման սպառազինությանը։ Ասեք այդ սպառազինությունը ասել ինչ է։ Ինժեներական զինամթերք, ականներ, ինժեներական տեխնիկա, տրակտորներ, էքսկավատորներ, կրաններ եւ այլն։ Ականորսիչներ, քողարկման ցանցեր, շինանյութ, իմ գծով, ինժեներական ապահովման գծով, քար, տախտակ, ամրաններ, որ հատկացնում են նմանատիպ նյութական միջոց։ Անձնակազմի 75-937 զորամասի ինժեներասակավորային վարժների համար նախատեսված անձնակազմի կացարան որևիցե ձեր մասնակցության առումով զենք զինամթերքներ Այդ տեքի օրը, թե ընդհանրապես։ Դուք եք չես ստուգել, դուք պետք է ստուգեի, մի հատ ակտ կազմեք ստուգմա, թե այդ անձնակազմը ընդհանրապես ինչ պայմաններում ապրում, այդ պայմաններում ընդհանրապես որևէ ձեր դուք եք չէ անտաշեշտում։ Ասպեք ես մենակ պատասխանատու եմ, չնայած ոչ ոք ձեզ չի հարցնում թիկունքային ծառայության մասին։ Ձեր մասնակցության մասում են եկել դերը դառան հարցնում, այդտեղ պետք է անդադար չշեշտեք։ Հիմա դուք պարտավոր եք 2022 թվականին 2 անգամ ստուգել։ Որ հիմա ես հարց եմ տալիս։ Այդ զինվորների համար նախատեսված կացարանում ձեր մասնակցության առումով զենք, զինամթերք, մնացած տեխնիկա, արկայները թե չէ ստուգել։ Այդտեղ եղել է իրանց, որ բանը տեխնիկաները կանգնած, տրակտորները, դրսում կռանը, իսկ զինամթերք կացարանի ներսում չեմ նկատել այդպես բան, որտեղ զինամթերք այդտեղ է, տարբեր տեղ է, քանի որ դուրս էին կուտակված պահում էր։ Դուք ստուգել եք չեք նկատել, թե չէ։ Չի եղել ստուգման ժամանակ շինության, որտեղ որ իրենք բնակվել են, զինամթերք չի եղել։ Այս չի եղել։ Չի բանել։ Ասենք որևիցե խնդիր կատարելու համար Թե կարող է ինչ-որ որևիցե խնդիր կատարելու համար ինչ-որ մի պահի իրենք բերել են տեղ կամ տարել են, ես նմանատիպ տեղեկություն չունեմ, բայց որ ես գնացել եմ զինամթերքները ստուգելու այնտեղ, որտեղ որ պահում են, ստուգվել է վիճակը, պահպանման ձևը, իրանց արկղերը նորմալ է, թե չէ, բայց հենց այնտեղ, որտեղ որ իրենք ապրել են, տեղ զինամթերք ես չեմ հայտնաբերել։ Դուք ասում եք, որ թվականին եք ծառայել եք զորամասում։ 17 թվական։ Քանի տարվա զինվորական ծառայություն ստացել։ 21։ Անկեղծ էլի մարդն հնարավոր է կաշկանդված է, լարված է։ Ոչ, պարոն։ Որտեղ այն աստիճանի ակնհայտ էլի անտրամաբանական պատասխաններ եք տալիս։ Որ ուղղակի չգիտեմ, եթե կաշկանդված է, ես խնդրեմ դատարանին, այսինքն դադարեցնենք ձեր հարցակցությունը։ Չէ, կաշկանդված չեմ եւ իմ պատասխանները նորից եմ ես ասում։
Թե խոսում ենք զինամթերքի պահպանման կարգից, այդ շինությունում ես նորից կրկնում եմ, պնդում եմ, որ երբ որ ես գնացել եմ ստուգման այդտեղ զինամթերք, ես չեմ հայտնաբերել, որ հենց իրենց մնալու հա։ Այդ շինության մեջ մտել է իրական։ Մի քանի անգամ եղել եմ, մտել եմ նստել նախասրահի մոտ, նստել ենք, ճշտել ենք մեր ինժեներական ապահով։ Սենյակներում։ Չէ, սենյակներում ես չեմ տեսել։ Բոլոր սենյակները մտել եք։ Չեմ տեսել, չեմ մտել սենյակները, բայց այդ որտեղ որ մտել եմ, չի։ Չեմ տեսել, չեմ մտել։ Բոլոր սենյակները մտել եք։ Ոչ։ Այսինքն դες մենակ այդ փեջն է հետաքրքրել։ Որ թե փեջն է հետաքրքրել, իմ խնդիրներն են հետաքրքրել։ Ոչ թե պետք է դատանի բարձրացած հացին մտնեիք տեսնեք, թե չտեսնեք, պարտավոր եք ստուգեի։ Դա ձեր պարտականությունն է եղել։ Այլ որ ամեն մեկը ձեր պարտականությունները ձեր տեղում իրականացած լինեիք, հնարավոր է, որ մենք այս ողբերգությունը չունենային։ Ինչ է նշանակում, ես չեմ ասել, ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետության զինվորների փոխգնդապետը դատարանում ասում է զենք զինամթերք չի եղել։ Արժեքա չկա զինվորական անձնակազմում կացարաններում։ Այդ արժեքում զենք զինամթերք նախատեսված չի, ամեն մի զինվորին զենք հատկացված չի։ Կներեք, բայց դուք ինձ սկզբից, երբ որ ես անընդհատ շեշտում եի, որ ինժեներական զինամթերք, դուք ինձ ասացիք, որ այդ հասկացանք եւ խնդրում ենք չասեք, հիմա արժեքա զենք, ավտոմատ։ Դա նույնց եմ կրկնում, ինժեներական սպառազինության միջոց չի, եւ դա հնարավոր է, որ պահեն այնտեղ։ Եվ էլ եմ կրկնում, որ դա իմ ինժեներական սպառազինության միջոցը չի, եւ դա իմ ֆունկցիոնալ պարտականությունում մեջ չի մտնում։ Ես պարտավոր չեմ ձեզ բանկին, այլ դրա պատասխանը ես հարց տամ։ Հարցը ընդհանուր վերաբերված զենքերին։ Այստեղ պետք չի տալանջել ինժեներական կամ չգիտեմ ռազմական։ Եթե ձեզ հարցը լավից ընդհանուր դուք տեսել եք զենք զինամթերքի կացարանում, նշեք, տեսել դուք ասում եք չեմ տեսել, ընդհանրապես այդ կացարանում չէ, բայց այս դատարանում բազմաթիվ բականներ արձակել են, որոնք նշել են թե նույնիսկ որտեղ է դրել այդ կացարանում զենքի զինամթերքը, բայց ո՞նց հասկանալ։ Արձանագրենք, որ չեք եղել այդտեղ, թե ճիշտ չեք ասում դատարանում։ Ոչ, պարզապես եթե խոսքը գնում արդեն ընդհանուր զենքի վերաբերյալ, հետևաբար կապատասխանեմ այդտեղ, որ երբ որ խոսքը գնում էր ինժեներական սպառազինության միջոցներին եւ նշվեց, որ հասկացանք, որ խոսքը դրա մասին է գնում եւ հարց է բարձրանում, որ ստուգեիք ձեր պարտականությունների շրջանակներում, իմ պարտականությունների շրջանակներում ինժեներական զինամթերքներ է ստուգում, հա, եւ հետո հարցը առաջանում, թե դուք տեսել եք, թե չէ։ Այսինքն ենթադրաբար ես ընկալեցի, որ ինժեներական զինամթերք է։ Հետո հարցը առաջանում, որ ինչի զենք ավտոմատ, հա, ինքնաձիգ, այս հարցի վերաբերյալ ես առարկություն չունեմ, որ եղել է, եթե ինքնաձիգին է վերաբերվում։ Իսկ ես ասում եմ, որ ական, սա է հարցը։ Ես ուղղակի բացառում եմ նման հնարավորություն տեսական, բայց շարունակեմ եմ ասել։ Դուք փոխգնդապետի կոչումով ներկայացնում եք ստորաբաժանում, ես ուղղակի պրակտիկորեն դա անհնար, որ դուք տեսեք թիկունքային ծառայությունում միացած ինչ-որ անորակ աշխատանք, ասեք դա սա իմ մասնագիտության գծով չի, ես սրան բան չեմ ասում, այլ քանի որ մենակ հարցը վերաբերում է իմ ինժեներական ծառայությունը, ես սրան եմ վերաբերում։ Ես ուղղակի Հայաստանի Հանրապետության զինվորությունում դու բացառում եք նման, ուրեմն դիտարկում եք։ Լավ, եկել եք գնացել եք ստուգել եք ձեր ծառայության մասով։ Այդ ազդակացում ինչ որ այդ զորանոցում ինչ է դուք արձանագրել։ Ձեր ստուգման արդյունքներով ինչ է, ստուգման ակտ կազմել եք։ Մեր զինամթերքի մեր գործով մեր հարցերի վերաբերյալ, եթե եղել է թերություններ, եթե եղել է խնդիրներ կատարելու, այդ խնդիրների վերաբերյալ ինչ պետք է կատարել։ Լավ, դուք Տիգրան Ղազարյանի ճանաչում եք։ Այո։ Ո՞վ է Տիգրան Ղազարյանը։ 75-938 զորամասի ինժեներական ծառայության պետ։ Տիգրան Ղազարյանի հետ ծառայողական դուք ինչ հարաբերություններ ունեցեք։ Նորմալ։ Չէ, խնդիրը
լարվածության բան չի, նրանք ձեր աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակահատվածում Տիգրան Ղազարյանի դիտարկել որպես այդ զորամասի ինժեներական ծառայության իր հետ ինչ առնչություն եք ունեցել ձեր աշխատանքների կազմակերպման գործընթացում։ Ծառայողական այդ խնդիրների, մեր ինժեներական ապահովման խնդիրների սահմանում առնչություն։ Դա ո՞րն է։ Գիտեք, մենք չգիտենք ասել։ Դիրքերի ամրաշինական կառույցների վերաբերյալ հարցեր, ինչքան պետք է կառուցվի, որտեղ պետք է կառուցվի, ինչ նյութական միջոցներ ունեն, չունեն։ Ականադաշտերի տեղադրման վերաբերյալ, ինչպիսի տեսակներ դրվի, հա, ինչ չդրվի, Տիգրան էր ձեզ ասում, թե դուք եք Տիգրանին ասում։ այդ խնդիրը կարա նաև իրանց կողմից էլ է գալի, որ ներկայացնում են, որ սենց խնդիր կա, դա քննարկում է եւ իսկ պաշտոնական կազմակերպումը իրականացնում է զորամասի հրամանատարի միջոցով, այսինքն որ ունենք նմանատիպ խնդիր կատարելու, մեզ անհրաժեշտ այս նյութական միջոցները դիմում է կորպուսի իրանտային, խնդրում ենք տվեք այս նյութական միջոցները եւ այդ ճանապարհով հետավերադարձում հատկացման նյութական միջոցը իրենց։ Ես հասկանում եմ ինչ եք ասում, ես համաձայն եմ նույնիսկ դեպի տարամանել, որ նույնիսկ եթե ինչ-որ նյութական միջոց պետք է ստանալ զորամասը, պետք է դիմել զորամիավորման հրամանատարին։ Այսօր է զինված ուժերի մի հատ խնդիր, փոքրիկ խնդիր սոցիալական ոլորտում կամ անձնակազմի հետ կապված ոլորտում, եթե ես որպես փաստական դիմում եմ, ես չեմ դիմում սոցիալական ապահովության վարչության պետին, դիմում եմ պաշտպանության նախարարին, բնականաբար պետք է դիմեին ձեր զորամասի զորամիավորման հրամանատարին կամ զորամասի հրամանատարի միջոցով դա կատարվել այդ թղթաբանությունը, բայց պրակտիկ իրականության մեջ այդ աշխատանքների կազմակերպման համար ձեր եւ Տիգրան Ղազարյանի միջև կայացած հարաբերություններ չեն եղել։ Ասացի ոնց է։ Նման ասեն քննարկում կացնալու ականներ պետք է լինեն, թե չէ։ Չէ։ Չէ, այդ ականները որտեղ պետք, եթե պետական գաղտնիքը կարող չասել, ասում ես։ Որպես կանոն, եթե զորամասը ինքը տիպային է եւ ունի պահեստում, իսկ եթե զորամասը դուրս է հանված դաշտային պայմաններում դա կարող լինի որևիցե շինություն կամ ինչ-որ մի հատ կապլավանի մեջ տարբեր կամ էլ թեկուզ հենց գետնի վրա քողարկված։ Բաղում հոգնդարն է, քանի որ վերջի 2 տարիների ընթացքում այս գործի վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվել նաև հրապարակայնորեն, ես կուզենայի 1-2 հատ ես համատեքստում հաստատել, ընդհանրապես ականների ականման, դրանց անվտանգության ապահովման, դրանց տեղափոխման հետ կապված ինչ մեխանիզմ է գործել, եթե կրկնում են պետական գաղտնի նշանակություն ունեցող տեղեկությունների հրապարակելու, դուք հայտնի դատարանը մնացած հարցերը կարգով։ Այսինքն մեր կողմից ինչ մեխանիզմներ է կազմակերպվում։ Դա զորամասի մարտական հաշվարկով պլանավորված գործողություններ են, թե ինչ տրանսպորտով, որտեղ, ուր։ Իսկ պահպանման առումով, եթե խաղաղ պայմաններ է, պահեստում, զորամասի պահեստում, շարված արկղերի մեջ, զբաների, զինանթեքի պահպանման։ Դրանք որ երկրի արտադրության են։ Մենք ունեցել ենք մեր հայկականը և ռուսական։ Դրանց շուկական արժեքի ծավալներ Չեմ հիշում։ Եղել են այդ տվյալները, ուղղակի հիմա չեմ կարողանում հիշել։ Հանրապես ականների վաճառքի մասին որևէ տեղեկություն, ասել, ձեզ հայտնել։ Ոչ, նման տեղեկության չեմ։ Իսկ ականները ունեն գործունեության ժամկետ, պիտանելիության ժամկետ ներողություն։ Կա, հա, մինչև, եթե չեմ սխալվում, լավիշան մոտավորապես 50 տարի։ Դա պահպանման մեջ գտնվելով, բայց կարող է այս տվյալները մի քիչ։ Լավ, դուք եղել եք զորամիավորման ինժեներական ծառայության պետք, ինչով է պայմանավորված եղել, որ դեպքերը դեպքի վայրին չեն։ Երբ որ ստացակ է տահազանգ է, զորամիավորման հերթապատ ձեզ տեղի կասել, ինչու չեք, ինչով է պայմանավորված եղել, որ դեռ չեք գնալ։ Ես մինչև դեպքի օրը արդեն պլանավորվել է կապկար բանակային կորպուսի հրամանատարի հրաման, որ պետք է ներկայանային զինված ուժերի ինժեներական զորքերի վարչություն
նյութական միջոցների հաշվառման տվյալները ստուգելու համար։ Այսինքն մինչև դեպքի օրը այդ հրամանի համաձայն գործողվել է զինված ուժերի ինժեներական զորքերի վարչություն։